Իսկ դու գիտեք, որ մենք ավելի ուժեղ զենք ունենք, քան ատոմային զենքը կարող է լինել, քան ցանկացած տեսակի մասսայական ոչնչացման կամ ազդեցիկ զենքերը կարող են լինել։ Այո, մենք իրականում ունենք շատ ավելի հզոր զենք, որը կոչվում է գեն, հայկական գեն։ Ասեմ, բանն ինչումն է։ 1762 թվականին, երբ որ Մադրասում Շահամիրյանի կողմից ստեղծված այդ հայկական շարժումը ուղարկեց Մովսես Բաղրամյանի եւ Էմինին Հայաստան, ազգային ազատագրական շարժում կազմակերպելու նպատակով, հետագայում 5 տարի հետո վերադառնալուց հետո Մովսես Բաղրամյանը տվեց հետևյալ եզրակացությունը, որ 7 միլիոն բնակչություն ունեցող հայկական տարածքներում ինքը չտեսավ, չգտավ հեղափոխությանը պատրաստ եւ հեղափոխության մասին երազող այն հատվածը, որի օգնությամբ կարող էր կազմակերպել ազգային ազատագրական պայքար։ Սա դնում եք մի կողմ կառույցությունը։ Բայց թիվը լսեք, 7 միլիոն բնակչություն 1762-65 թվականների 67 թվականների 5 տարվա մեջ դա է եղել մոտավորապես հայկական բնակչության քանակը 7 միլիոն։ Այսօր մենք ունենք Հայաստանում 2.5 միլիոն մարդ։ Աշխարհով հաշվում են 10 միլիոն։ Բայց 7 միլիոն մենք ունեցել ենք մոտ 300 տարի առաջ։ Ամենահամեստ հաշվարկներով մենք այսօր կարող ենք լինել 50-ից 100 միլիոն։ Ասեմ, նայած ոնց կարճ բնակչության թիվը։ 50-ից 100 միլիոն պետք է լինել հայկական բնակչության թիվը։ Համեմատության համար ասեմ, որ նույն թվերին Պարսկաստանի բնակչությունը հաշվում էր 7-ից 10-11 միլիոն նույն թվերին, ընդ որում դրանց մեջ էին մտնում նաև հայերը։ Այսօր Պարսկաստանը 93 միլիոն է։ Ամենահամեստ հաշվարկներով մեր 7 միլիոնը պետք է լիներ մոտավորապես 90 միլիոնի կողքերը։ Դրա համար ես պլյուս մինուս վերցնում եմ 50 միլիոն մինչև 100։ Հարց. բա ուր է մնացածը։ Բնականաբար կասեք կոտորածներ են եղել, պատերազմներ են եղել, ընդունում եմ պատերազմներ եղել են։ Բա մնացածը չէին կարող 90 միլիոն կոտորել, տակը մնար 3 միլիոն, կամ 80 միլիոնին կոտորել, տակը մնար 3 միլիոն, դա անհնարին էր։ Դրանք կան այդ հայերը։ Այո, տարբեր ազգանուններով, տարբեր երկրներում, տարբեր հավատքի տակ մենք ունենք 50 միլիոն պլյուս բնակչություն աշխարհով մեկ։ Սա ռեալ թիվ է։ Եվ ինչն եմ ասում, որ մեր հանդիսանում մեր ատոմային ռումբը, որ ճիշտ ժամանակն օգտագործել։ Այս այն է կարգին։ Այ DNK գենետիկային տեստերը։ Եթե մենք կարողանանք ինչ-որ հրաշքով, ինչ-որ ձևով չելենջ անել թուրքերին, քրդերին, ադրբեջանցիներին, որ նրանք գնան գենետիկ տեստերի հանձնելու, մենք միանգամից մեր թշնամական, մեզ նկատմամբ թշնամական տրամադրված պետությունները կարող ենք ծնկի բերել, առանց որևէ կրակոցի, որովհետև ես ես երաշխավորում եմ, մոտավորապես 20-30% Թուրքիայում կպարզի, որ ինքը հայ է։ Մոտավորապես 20-30% ես ամենահամեստ հաշվարկներն եմ ասում, որ մաքուր հայ է 50+%-ներով։ Այդ 20-30%-ի մեջ անպայման կարող են լինել մարդիկ, որոնք քաղաքական եւ ռազմական ոլորտներում բարձր պաշտոններ են գրավում։ Անպայման։ Մեդիա դաշտում, գիտության մեջ, որովհետև վստահ եղեք, եթե 20-30% հայ կա Թուրքիայում ու կա, դրանք հաստատ հավաքարար չեն աշխատում այնտեղ։ Հաստատ ռեստորաններում մատուցող չեն աշխատում։ Մենք չունենք, մենք ցանկացած տեղ գնացեք, ցանկացած երկիր գնացեք Հայաստանից բացի։ Հայերը գտնում են միշտ սոցիալապես ավելի բարձր դիրքերում։ Կան Հայաստանում են։ Եվ այս երկրները նույն Ադրբեջանում լինելու պատկերը։ Ուղղակի այդ մասին չեն խոսում, չգիտեն։ Եթե մենք կարողանանք մեր ատոմային ռումբը առանց որևէ մի կրակոցի ուղղակի շարժել հետաքրքրությունը, ապացուցի, որ թուրք ես, չելենջ ենք անում, ապացուցի, որ թուրք ես, ցանկացած թուրք
ինքը ամեն ինչ կանի, որ ձեզ ապացուցի, որ ինքը թուրք է, որովհետև իրանք տենց են դաստիարակվել։ Իրանք դաստիարակվել են որպես թուրք, որ առավելություն ունի հայի նկատմամբ։ Դե ապացուցի, որ դու թուրք ես, եւ ես ընդունեմ, որ դու առավելություն ունես իմ նկատմամբ։ Եվ այդ գենետիկ չելենջի արդյունքում մենք կարող ենք ուղղակի զինաթափել այդ երկրները։ Ամենամեծ թշնամի, ամենամեծ հակառակորդից նրան վերածելով նեյտրալ եւ ներքինից արդեն պայթունավտանգ տարածքի։ Սա է մեր ատոմային զենքը։ Սա է։ Խելքով պետք է աշխատել։ Իսկ այսօրվանից մենք դա կարող ենք սկսել։ Միջև կունենանք այն պետությունը, որ ձևերը կգտնի։ Հա, նամակներով կուղարկի, ձրի տեստեր կառաջարկի, չգիտեմ, մեր հետախուզությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ։ Բայց միջև մենք ունենանք դա, միջև մենք դա անենք, իսկ դա այնքան հեշտ է անելու։ Այնքան հեշտ է։ Մարդիկ ամենաշատ ինչ են սիրում։ Հետաքրքրություն եւ անվճար բաներ։ Տուր այդ բոնուսները անվճար։ Ստեղծել այդ հետաքրքրությունը եւ ինքն իրան կպայթեն այդ պետությունները։ Միջև մենք դա անենք, մենք կարող ենք անհատական անել, անհատական։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ կամ շփվում եք թուրքերի հետ, եւ նրանք հպարտ են, որ իրենք թուրք են, առաջարկեք դու գենետիկ տեստ անեն։ Եվ դուք կընդունեք իրանց գերակայությունը։ Չակերտավոր եմ ասում, էլի։ Գցեք այդ չելենջը, գցեք այդ կասկածի ворթը դրանց մեջ, դու թուրք ես թե հայ։ Եվ տեսեք, եթե նույնիսկ հայեր չի, մեծ հավանականությամբ արդեն 70% պլյուս նա բացահայտելու է, որ նա թուրք չի, որը էլի մեր օգտին է։ Եվ մենք գալու է պահը, երբ որ պարզվի, որ մոտավորապես 80-90 միլիոնանոց Թուրքիայում թուրքերը 15-20 միլիոն են ընդամենը։ Մնացածը մեզ ոչ թշնամի ազգերի ներկայացուցիչներ են։ Հույն, ասորի, հայ, վրացի։ Մենք այս ձևով ծնկի կբերենք այս պետությունները։ Սա մի բան է, որ իրենք գիտեն, որ կարող է դա իրենց պատահի, իրենց հետ։ Դրա համար էլ արգելված են այդ տեստերը։ Ընդ որում աշխարհում 2 երկիր կա, որտեղ արգելված են գենետիկ տեստերը։ Դա մեկը Իսրայելն է, մյուսը Թուրքիան։ Գտնենք ձևերը դա անելու, որովհետև Իսրայելում երբ որ հանկարծ փորձեն դա անել, նույնը կպարզվի, որ դրանցից ոչ մեկ սեմիտ չի, կամ այնքան քիչ են սեմիտները։ Ընդ որում այդ տեստերն ազվել է, եւ պարզվել է Իսրայելի տարածքում ամենամաքուր սեմիտական ցեղերը գեն ունեցողները հրեականին մոտ։ Դրանք էս պաղեստինցիներն են, դրա համար դադարեցել են ու արգելվել է դա։ Սա նույնը լինել է Թուրքիայի հետ։ Բայց հասկացեք, կասկածի ворթը, գիտեք ինչ էր անում։ Այդ կասկածի ворթն էր, որ ստիպեց Օթելոին խեղդել այն ճկնաղ Դեզդեմոնային։ Պատկերացնում եք, կասկածի ворթը ավելի ուժեղ քան ամենամեծ սերը, ամենամեծ նվիրվածությունը կլինի կնոջ նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, գաղափարի նկատմամբ։ Կասկածի ворթը գցեք, չելենջը արեք, տեսեք, 1-2 տարի է պետք որ այդ պետությունները ներսից պայթեն։ Մենք պարզվի, որ մենք տարածաշրջանի ամենաազդեցիկ երկիրն ենք, որովհետև այ ամենաազդեցիկ մարդիկ մեր թշնամական արդեն չակերտավոր թշնամական երկրներում ամենաազդեցիկ մարդիկ հենց հայեր են, որոնք ուղիղ արդեն կապերի մեջ են հայերի հետ, հայկական պետականության հետ, որ մենք անպայման ստեղծելու ենք։ Ահա, ես սա նկատի ունեմ ասելով, որ մենք ունենք ամենաազդեցիկ, ամենաուժեղ ատոմային ռումբը, որ ի վերուս մեզ տրված է, որի համար, որի ստեղծելով ոչ մի ջանք ու միջոցներ չենք ներդրել, բայց որը ոչ չենք օգտագործում։ Իսկ որի օգտագործումը շատ ավելի էֆեկտիվ է, շատ ավելի հզոր է, քան ցանկացած ատոմային ռումբի, ցանկացած բանակի։ Այսպես կարելի է ներսից առանց մեկ կրակոցի թշնամուց վերածել այդ երկրները բանակամ երկրների կամ առնվազն նեյտրալ երկրների։ Ես սա եմ ասել։